Գեղի ամենը հարուստացում գոյություն եք պաշտպանում։ Այ ինչով եմ հարուստ, 37,000 դրամով հարուստ եմ։ Ախպեր նաղդի սաղ պարկով պախտյազից եմ վերցնում։ Վարդենիս համայնքի Սոտք բնակավայրի տարեցների հավաքատեղին է, որոշում են գյուղի ամենահարուստ մարդ անվանակարգի հաղթողին, ասում են անմեղ կատակներ են, առանց դրա հնարավոր չէ լցնել իրենց տաղտուկ առօրյան, հաղթահարել այն դժվարությունները, որոնց ամեն քայլափոխի բախվում են հեռավոր գյուղի բնակիչները։ Սոտքում օրինակ առանձնացնում են երկու կարևոր խնդիր՝ աշխատատեղերի բացակայությունը, դրանից բխող երիտասարդների միգրացիայով եւ գյուղատնտեսական ապրանքների իրացման հետ կապված դժվարությունները։ Ոչխար եմ պահում, բուրդը խուզում, տանում լցնում սարու ձոր կամ վառում։ Մի հատ ընդունում են կետ սարքեն։ Անքն մերնա մեզի չեն ընդունում մենք աշխատենք։ Այս գյուղի ցանկ չի աշխատող կա։ Սոտքի վարչական ղեկավարի գրասենյակի աշխատակիցը պնդում է ամռանն աշխատանք շատ կա եւ երիտասարդները հիմնականում ձմռան ամիսներին են հեռանում քաղաքներ, հավելյալ գումար աշխատելու նպատակով։ Հիմնական ամառնա, Սարաձորը, դաշտերը եւ այլն, հիմի որ ձմեռը մենագանաստապահությունով չեն կարող իրանց ընտանիքը պահեն, դրա համար տեղափոխվում են, որ աշխատանք լինի, ամսական վարձատրություն լինի, մարդիկ ապրեն։ Վարդենիս համայնքի սահմանամերձ գյուղերից մասնավորապես Սոտք, Կախակն, Ազատ եւ այլ բնակավայրերից շատ ընտանիքներ հիմնականում երիտասարդ հեռանում են։ Պատճառները տարբեր են՝ անվտանգային եւ սոցիալական խնդիրներ, ենթակառուցվածքների բացակայություն եւ այլն։ Աշխատատեղ պիտի չէ, ինչի ես եկել դու հասելստի։ Աշխատում ես չէ որևէ։ Բայց ջահիլին էլ պիտի աշխատի, որ աշխատի ուտի է։ Ապագա չունի։ Դրա համար ծնողները տալ են գոնե կրթություն ստանա, ինչ-որ միտեղ գործի մեջ մտնի, որ կարա վաղը միշտ ընտանիք պահի։ Ես մեջ գործընկո կա վայենինա, բժիշկ, դասատու, միլիցա։ Ինչ ապագա գաստե, որ ասենք մեն անստեղ չկա, ապագա չկա։ Աշխատանքի տեղ չկա, բան չկա, ասենք մնացին ինչ են անել այստեղ։ Մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը չի հերքում տարածքային անհամաչափ զարգացման խնդիրը լուրջ է, ամբողջը կենտրոնացրել են մեգապոլիս դարձած Երևանում։ Բնակչությունը ցկտում է դեպի մայրաքաղաք, ինչը բալանսը խախտում է, գյուղի բալանսը խախտում է։ Պետության հարստությունը, պետության թիկունքը գյուղն է։ Այն երկիրը, որտեղ գյուղը զարգացած է, գյուղատնտեսություն նկատի ունեմ, պետությունը կայուն է։ Սա Կախակն գյուղ տանող ճանապարհն է, որը դժվար անցանելի է հատկապես ձմռան ամիսներին։ Այստեղից եւս շատ երիտասարդ ընտանիքներ հեռացել են։ Կախակնի բնակիչ Սևան Վերձյանի 3 որդիները զինվորական են։ Նրանցից երկուսը հիմա դիրքերում են, մյուսը ընտանիքի հետ տեղափոխվել է։ Իր տունուստը թողը, ինքները ծառայում, 17 տարի ծառայեց, թողեց գնաց։ Մնան ինչան է, ինչով զբաղվեն։ Ունենք, ասենք, զուտ աշխատանքի պահով գնացածներ, ունենք ընտանիքներով գնացը մշտական գնացածներ։ Հիմա ճանապարհների վիճակը լավ չի, ասենք ապրելու միջոց չունեն, դրա համար գնում են։ Կախակն գյուղում կա գրանցված 405 բնակիչ, սակայն փաստացի ապրում են 260-ը։ Ըստ վարչական ղեկավարի վերջին 4 տարում 16 ընտանիք հեռացել է գյուղից։ Հիմնականում բազմազավակ երիտասարդ ընտանիքներ։ Այդ քանի տարվա ընթացքում 22 թվից հետո։ Հույս ունենք, որ ճանապարհների հարցը կլուծի, եթե ճանապարհների հարցը լուծի, շատ հարցեր կլուծի դրա հետ։ Ցորեն, գարի, կարտոշկա, ինչ մշակում ենք, մեքենաները չեն գալի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում նշված գյուղերում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Մեր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել են։ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացման եւ ծրագրերի իրականացմանը խրախուսելու նպատակով սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ամրագրված է պետական բյուջեից համաֆինանսավորման 10-ից 25% ավել չափաբաժիններ, քան մյուս բնակավայրերում։ Պատասխան նամակում նշվում է նաև, որ սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են մի շարք ծրագրեր խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի կառուցում, լուսավորության ցանցի անցկացում, փողոցների ասֆալտապատում, կրթամշակութային օբյեկտների կառուցում։ Իսկ սահմանամերձ գյուղական բնակավայրերում աշխատատեղեր ստեղծելուն եւ արտագաղթը կանխելուն միտված ինչ ծրագրեր են իրականացվում։ Նախարարության կողմից վերահասցեագրված հարցմանը ի պատասխան Գեղարքունիքի մարզպետը արձագանքել է, որ հարցը քննարկվել է մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում Վարդենիս համայնքի ղեկավարի մասնակցությամբ, նաև նշել է.
Իրականացվել են սոցիալ-տնտեսական եւ գյուղատնտեսական ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր։ Համայնքի սահմանամերձ բնակավայրերից ազգաբնակչության տեղաշարժ չի նկատվում, բացառությամբ որոշակի աշխատանքային սեզոնային միգրացիայի։ Սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներն այլ բանի մասին են խոսում։ Կոմիտեի տվյալներով Գեղարքունիքի մարզի մշտական բնակչության թիվը 2020 թվականին կազմել է 227,700 մարդ, 2025-ին 215,700 մարդ։ Մարզի գյուղական բնակչության թիվը 2020-ին կազմել է 161,100 մարդ, 2025-ին 147,000 մարդ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք։